Հաջողություն եմ բոլորիս հաղթում, որովհետև առաջին ուղերձը, որ մենք տվել ենք մեր քաղաքական ուժը, դա այն է, որ ակնհայտորեն մեր պայքարը իշխանության համար չի, սա դասական քաղաքական պայքար չէ, մեր քաղաքական ուժը ծնվել է հայ ազգային ինքնության ու արժեքների համար պայքարից եւ այսօր հենց այս ձևաչափով դաշինքով մեր ցուցակի ներկայացումը ու հանդես գալը հիմնական ուղերձ ունի, դա հանրային համերաշխությունն է եւ միասնությունն է, որովհետեւ այսօր մեր երկրում, մեր հանրության մեջ այնպիսի բաժանարար գծեր են տարած, որոնք մեզ լավ տեղ չեն տանելու, հենց այս նպատակով է, որ մենք հենց որոշեցինք դաշինքի ձևաչափով հանդես գալ, նաեւ կարծում եմ դուք հետեւել լուսաբանել եք, մի շարք քաղաքական ուժեր էլ իրենց աջակցությունը հայտնել են մեր քաղաքական ուժին, այնպես որ այս միասնությունն ու համերաշխությունը ինչպես այստեղ եւ այս պայն մեկնարկը տվեց, շարունակական է լինելու մինչև մեր հանրային համերաշխության վերջնական հաստատում ուժեղ Հայաստանում հունիսի 7-ից Տիկին Մելոյան, դաշինքի անվանումը կասեք, ի վերջո ինչ անունով է ներկայանալու դաշինքը։ Այս պահի դրությամբ դուք գիտեք, հա, որ մենք թիրախավորված քաղաքական ուժ ենք, մարտի 31-ին մենք հայտը ազդարարել էինք, հուշագրեր կնքվեց, որ լինելու է ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինք, քանի որ մեկ օրում ապրիլի 7-ին ընդունվեց օրենք անձնավորները կիրառելու տեսանկյունից, կարող էինք հիմա վարչական դատարան դիմել, որովհետև սկսված իրավահարաբերություններ, ասեմ ավելին, կենտրոնական ընտրական հանձնաժողովում ունենք օգտահաշիվ, բայց այնուամենայնիվ ավելորդ ձևական եւ հետապնդումներից եւ ֆորմալ տեսանկյունից, հա, խնդիրներից խուսափելու նպատակով արդեն ազդարարում դիմում ներկայացրել ենք, կլինի ուժեղ Հայաստան դաշինք։ Այսինքն անձնանունը հավելել։ Անձնանունը այս պայդրությամբ վերջնական ճիշտ ասած մուտք չենք արել կենտրոնական ընտրական հանձնաժողով բարձաբանման դիմում ենք ներկայացրել հենց իմ անունով, որպեսզի իրավիճակը հստակեցնեն, որովհետև իրենք են ԿՀ-ն լիազոր մարմինը եւ արդյոք իրենք բնականon են համարում մի քանի ժամվա ընթացքում կարծում եմ անգամ առանց իրենց ներառականության նման օրենսդրական փոփոխությունները, բայց այնուամենայնիվ զուգահեռ process-ները իրականացնում ենք իրավական։ Քանի որ դուք նաեւ մասնագիտությամբ իրավաբան եք, ես ուզում եմ հարցնել պարոն Կարապետյանի քաղաքացիությունից Կիպրոսի եւ Ռուսաստանի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը ինչ փուլում է եւ դուք ինչ եք կարծում, արձագանքներ կան արդեն այդ երկրներից եւ ինչ եք կարծում, ինչքան կտևի այդ գործընթացը, որովհետեւ դուք ասում եք, որ հաղթանակի դեպքում արդեն պետք է օրենքները փոխեք, որպեսզի ինքը ստանձնի վարչապետի պաշտոնը։ Process-ը ինչքան կտևի։ Հարգելիներս, օրենքներ չի, մենք բաց ճակատով ազնիվ կերպով հենց փետրվարի 12-ին կուսակցության առաջին շնորհանդեսին ասել ենք, որ մեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, պատահական չէր, որ հենց Սամվել Կարապետյանն է մեր վարչապետի թեկնածուն, որովհետև դա էր մեր աջակիցների հանրային պահանջը, եւ ասել ենք, որ մի խոչընդոտ կա, այո, պարոն Կարապետյանի վարչապետ դառնալու համապատասխանության ցենզերի խնդիր կա, բայց դա ընդհանրապես մի տեխնիկական հոդված է սահմանադրության 148-րդ հոդվածը, եւ եթե մեր հանրությունը, մեր ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները տալիս են իրենց վստահության քվեն, ըստ էության մենք ազգային ժողովի կողմից փոփոխելի հոդվածը դրել ենք հանրակրվեի։ Մենք գալու ենք պայմանական, եթե ամեն ինչ բնականon անցնի, օգոստոսի 2-ին առաջին նիստն է հրավիրվելու, օգոստոսի եւ առաջին ձևական տեխնիկական հարցերը լուծելուց հետո ներկայացնելու ենք նախագիծը։ Պարոն Կարապետյանի քաղաքացիություններից հրաժարմանը, ինչպես հենց պարոն Վարդևանյանն է ներկայացրել, հենց ինչպես պարոն Նարեկ Կարապետյանը մեր համակարգող ղեկավարը անդրադարձել է, արդեն ընթացքի մեջ են, դիմումները ներկայացվել են, կներեք հստակ ժամկետներ հնարավոր չեն նշել, որովհետև դրանք այլ երկրների ներպետական ընթացակարգեր են ու քաղաքացիությունից հրաժարումը կոնկրետ ժամկետային սահմանափակում չունի, հա, որ պայմանական հենց հստակ 10 օրում կամ մի ամսում կամ կես տարում տրվում է։ Օրինակ ոնց եք պատկերացնում իր ընտրությունը։ Դե մենք ասել ենք, մենք ցենզերը հանելու ենք, քանի որ սահմանադրական փոփոխություն ենք կատարելու։ Այդ պարտադիր պահանջը չի լինելու այլևս, որ միայն ՀՀ քաղաքացի պետք է լինի, բայց մենք հայտարարել ենք, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը լինելու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Տիկին Մելոյան, գուցե ես լավ չլսեցի,
հաջորդ վարչապետի անունը չկար ցուցակում, թե ես լավ չեմ եսեք հստակեցնեք։ Չէ, բան Կիրակոսյան, ես կարծում եմ դուք շատ լավ լսողություն ունեք, ինչի եք կասկածի տակ դնում։ Մենք լսեցի դրա համար կասկածում եմ։ Չէ, չէր կարող Սամվել Կարապետյանի անունը ցուցակում լինել, չնայած անգամ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներ բաց թողումներ են թույլ տալիս, որովհետև Սամվել Կարապետյանը այս պայդրությամբ չի համապատասխան վարչապետի համար ներկայացված ցենզերին։ Մենք չենք թաքցնում դե։ Որովհետև մենք առաջարկ ենք, դա մեր ծրագրային դրույթն է, քաղաքացիներին առաջարկ ենք ներկայացրել։ Եթե մարդիկ ուզում են, որ Հայաստանի հաջորդ վարչապետը պարոն Կարապետյանը, Սամվել Կարապետյանը հանդիսանա, մեզ տալու են իրենց վստահության քվեն, մենք սահմանադրական փոփոխության նախագիծ ենք բերելու։ Պարոն Կիրակոսյան կներեք, էլի, համակարգողն էլ չենք խուսափում, համակարգողը լինելու է պարոն Արեգ Կարապետյան, մենք ցուցակը ներկայացրեցինք։ Հայաստանի շանսերը ինչպես է գնահատում Հստակ ասեցի բան քաղաքացիների հետ ընդհանուր տրամադրվածությունը ձեր ինչպիսի Հարգելիս, ես կարծում եմ, սա էլի ազնիվ պատասխան տամ, հա, տեսնում եք, մենք անընդմեջ թե գյուղեր ենք գնում այցերի, թե մարզեր, թե Երևան քաղաքի համայնքներ, հերիք չի բավական դրական է, սրընթաց տենց դեպի դրական է գալիս, թե սոցհարցումներն են այդ մասին վկայակոչում, թե մեր հանդիպումները քաղաքացիների հետ, անկեղծ եմ ասում, երբ տետատետ մարդկանց հետ հանդիպում շփվում ենք, մարդու դեմքի վարքագծի սկսած վերաբերմունք է փոխում։ Մի բան ասեմ, հա մեր համար կատեգորիկ մի ճշմարտություն կա։ Մենք նպատակ ունենք չճնշելու մարդկանց։ Նորմալ ենք վերաբերվում, որ Հայաստանի Հանրապետությունում կան այլ քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ։ Դա պետք է բնականon լինի ու երկուստեք ընդունելի լինի։ Մենք խնդիր չունենք, հա քաղաքացիներ էլ հանդիպում են, որ այլ քաղաքական ուժերի են սատարում։ Մենք բավական առողջ ենք դրան վերաբերում ու կարծում եմ աննախադեպ են քաղաքական ուժերից ենք, որ ըստ էության հա նորածին է մի քանի ամսեկան է ու այս տիպի, այս քանակի հանրային աջակցություն է վայելում։ Համագործակցություններից հնարավոր է, որ տեղի ունենա եւ այն կազմը, որ արդեն կա այսքան բավարար է իշխանապետության համար։ Հարգելներս, արդեն ապրիլի 23-ը վերջնաժամկետն է, երբ ցուցակները պետք է ներկայացնենք, մենք նախատեսում ենք վաղ հավանաբար կներկայացնենք, ասեմ ավելին առավոտյան արտահերթ է տեղի ունենալու մեր անվան հետ կապված հարցով իմ դիմումի հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովում համագործակցություն խնդրել է անվան հետ կապված պարզաբանության տեխնիկական հարց է, հա, անդրադարձա կարծում եմ փակա լինելու աշխատակարգայինը անձամբ ինձ են որպես դիմումատու հրավիրել, բայց շատ կուզեի լուսաբանվեր, որովհետև ինձ հետաքրքիր է իրենց համալիր դիրքորոշումը, էլի էս հակաիրավական գործընթացների վերաբերյալ օրենսդիր մարմնից, որը որևէ կերպ ժողովրդավար պետությանը ու իրավական պետությանը հարիր չէ։ Վաղը կարծենք կներկայացնենք փաստաթղթերը, բայց միևնույն է մենք բացենք, եթե ոչ դաշինքային ձևաչափով մեր համակարգող ղեկավարը համագործակցության շրջանակը կարմիր գծերը հրապարակել է, հա, բացի ազգային ժողովի գործող քաղաքական ուժերից մենք համագործակցել ենք բոլոր նոր իրենց ձեռքերը չկեղտոտած, նոր փորձառություն ունեցող քաղաքական ուժերի հետ։ Շատ մեր երկրում 100-ից ավելի գրանցված կուսակցություն կա։ Չէ, շատերը ասում են օրինակ բացառում ենք։ Մենք բացառել ենք հետո շարունակում են նախկինների հետ համագործակցությունները։ Չէ, պարոն Նարեկ Կարապետյանը հստակ հայտարարել է, բացի այս պայդրությամբ ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերից։ Դրականություն փոխելու համար մենք բացարձակ հաղթանակի ենք գնում։ Փոխելու համար նաև կարևոր է այնպիսի ուժեր, որոնք կշիռ են ներկայացնում, որոնք ունեն կազմ։ Հիմա այն ինչ պատկերով ձևավորվել է, սա բավարար է իշխանապետության հարգելիս, այս պայդրությամբ մենք ունենք մի տեսլական, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի ու այդ բացարձակ հաղթանակը հնարավոր ենք համարում։ Այդ իսկ պատճառով այլ տարբերակների խուսափում ենք մեկնաբանություն։ Թույլ տան գործընկեր հետընտրական զարգացումներից էլի, օրինակ ԲՀԿ-ն հայտարարում էր, որ հետընտրական այդ համագործակցությունը մասով Սամվել Կարապետյանի ուժի հետ քննարկումներ կանի։ Այս առումով ինչ դիրքորոշում ունի ուժեղ Հայաստանը։ Հարգելիներս էլի ասեմ, այս հարցը մենք մի տեսակետ ունենք, այո։ Մեր տեսակետը հետևյալն է,
մենք գտնվենք բացարձակ հաղթանակի եւ այդ բացարձակ հաղթանակի ձևաչափով ենք հարաբերություններին, համագործակցություններին այս պայդրությամբ դիտարկում։ Այլ ելք կլինի, լրացուցիչ մոտեցում կներկայացնենք, կներեք էլի գործընկերներ։ Հիմա պարոն Կարապետյան ավելի մի քիչ շատ ավելի հնարավորություն ունի շփվելու։ Դա ազդել է թիմակիցների վրա, ձեր աջակիցների վրա նկատելի է։ Բայ մենք անկեղծ ասած հրապարակեցինք, մեր առաջնորդի հետ հանդիպում ենք ունեցել, անմիջապես հենց սահմանափակումները նվազեցրեցին, Սամվել Կարապետյանը առաջին հանդիպումը կազմակերպեց իր թիմի հետ, հրավիրելով ողջ թիմին, շատ արդյունավետ, հոյակապ հանդիպում եղավ, մենք բավական մոտիվացված ենք ու մեծ ոգով շարունակելու ենք մեր պայքարը, շատ կներեք էլի արդեն, հա, այո, շնորհակալ եմ շատ։